Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը 1 տարի առաջ ասել էր, այսօր էլ կրկնում է ապրիլյան պատերազմը պլանավորված ու մանրակրկիտ կազմակերպված մարտական գործողություն էր։ Նրա խոսքով, չնայած հակառակորդը գործողության մեջ էր դրել իր ամբողջ զինանոցը, պաշտպանության բանակը տապալեց Բաքվի բոլոր ծրագրերը։ Իհարկե մեր զորամասերն ու զորաբաժանումները ապրիլյան գործողությունների ընթացքում համարժեք պատասխան տվեցին եւ մենք ձախողեցինք հակառակորդի բոլոր ծրագրերը եւ հյուսային ուղղությունում եւ հարավային ուղղությունում եւ կենտրոնական ուղղությունում։ Ապրիլյան պատերազմից առաջ սկսվել էր, ապրիլից հետո առավել ակտիվ ընթացավ առաջնագծի ամրապնդումը եւ ժամանակակից տեխնիկական միջոցներով համալրումը։ Արդյունքը պաշտպանության բանակի հրամանատարը կարճ է բնութագրում։ Երբևիցե պաշտպանության բանակը այդքան հզոր չի եղել, ինչպես այսօր։ Հակառակորդը դա զգաց փետրվարին, պաշտպանության բանակը պատրաստվում է ոչ թե երեկվա, այլ վաղվա պատերազմին։ Հակազդման մեխանիզմները ներդրվում են հակառակորդի ունեցած եւ տեսանելի ապագայում ձեռք բերելիք սպառազինության հաշվարկով։ Վերջին 1 ամսվա ընթացքում մենք արել ենք այն աշխատանքները եւ առաջնային գծում եւ խորքում եւ բոլոր համագարկերում, որի հիմքում դրված է հենց այդ անելիքները, որ հակառակորդը աշխատում է ձեռք բերի այս 1-2 տարիների ընթացքում։ Վերջին շրջանում հակառակորդի դիպուկահարներն են ակտիվացել, պաշտպանության բանակը կորուստներ է ունեցել։ Լևոն Մնացականյանը վստահեցնում է, դիպուկահարների դեմ պայքարի մեխանիզմներ են գործարկվում, կորուստների համար էլ հակառակորդը պատժվում է։ Համարժեք պատասխան տրվում է։ Եվ 1-ին 2 կորուստները իրենց ավելի շատ են։ Հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու հարցը մնում է Բաքվի ղեկավարության եթե ոչ օրակարգում, ապա գոնե բառապաշարում։ Այս հիմքով պաշտպանության բանակի հրամանատարը լարվածության աճը չի բացառում ոչ մի օր։ Բանակն էլ ծառայություն իրականացնում է այդ հաշվարկով։ Լևոն Մնացականյանը խոսել է նաև բանակում սոցիալ-կենցաղային խնդիրների կարգավորման կադրային հարցերի մասին։ Տոնական շնորհավորանքները ավելի ուշ կլինեն։ Մայիսի 9-ին նվիրված հիմնական միջոցառումները առջևում են։ Նորայր Հովսեփյան, Արտավազդ Գրիգորյան, ժամը լրատվական։